Հիմա 2 րոպե, ուղղակի զանգեմ քույրիկս գա դիմավորի։ Ալո։ Քույրիկ։ Ու դու ես ամեն ինչից հետո ինձ դեռ ասում ես քույրիկ։ Ճիշտ է, մենք միշտ հոշոտում ենք իրար արյուն կարանք թափենք, բայց երբ որ հասնում է վերջին, մենք պետք է իրար ճանաչենք որպես քույր ու օգնենք իրար։ Լիլիթ, ես քեզ խնդրում եմ, հա։ Ես հիմա ընդհանրապես տրամադրություն չունեմ քո հետ խոսելու։ Լավ չեմ, Աննա, ես քո կարիքն ունեմ։ Դու իմ կարիքը չես կարող ունենալ, որովհետև դու ինձ քո թշնամին ես համարում։ Իսկ եթե օգնության կարիք ունես, դիմի քեզ բուժող բժիշկներին։ Ես փախել եմ հոգեբուժարանից։ Ես հիմա շատ եմ մրսում, շատ սոված եմ։ Ու քո օգնության կարիքն ունեմ, ես զգում եմ, Աննա, զգում եմ, որ մեռնում եմ, ես մահվան հոտն եմ զգում։ Լիլիթ, ինչ ես խոսում։ Վերջ տուր, հա։ Եթե հիմա չիջնես, ինձ ողջ չես գտնի։ Ինչի դու որտեղ ես։ Դուրս արի կտեսնես։ Այսպես չես վրազում, հա։ Մոտս գաս։ Ժամը քանիսն է հավորա։ Ոչինչ, ես կսպասեմ շոների հետ։ Ինչո՞վ վիճակդ։ Հակի ասում եմ։ Ինձ ոչ մի բան չի կարա տակացնի, Աննա։ Գիտես ինչի, որովհետև ես ներսից եմ սառած։ Իմ հոգին է մեռել, Աննա։ Վեր կաց մի հատ։ Չէ, կներես ինձ, Աննա։ Ես չէի ուզում քո աղջկան դեմ դուրս գալ։ Ես ուղղակի ուզում էի իրեն վախեցնել, հավատում ես չէ, որ չէի վնասելու։ Լիլիթ, վեր կաց, ես ինձ վատ եմ զգում։ Մինչև չասես, որ ինձ ներում ես, վեր չեմ կենա, խնդրում եմ։ Արի բարձրանանք իմ տուն։ Չէ, ամաչում եմ, ձեր տուն չեմ ուզում գամ, բայց չեմ ուզում, որ դու ինձ մենակ թողնես։ Ես մենակ քեզ ունեմ այս աշխարհում, խնդրում եմ քեզ, օգնի ինձ։ Աստված իմ, Լիլիթ, ինչ ես ուզում դու։ Ասում եմ, արի բարձրանանք իմ տուն, հորքուրն էլ է իմ մոտ։ Ուզում եմ, որ գաս ինձ հետ։ Ուր գամ։ Վայ Աստված իմ։ Աննա! Լիլիթ! Աննա! Աննա! Լիլիթ։ Աստված ջան, ինչ եղավ։ Ու տարավ էի խոս։ Ինձ մեկ-մեկ թվում է, ես այս պատմության աննորմալն եմ։ Շուրջս ամեն ինչ քանդվում է, եկել եմ ուրախ զվարթ տարով տրամանում։ Բայց դու ախր ինչ անեմ, է։ Ես էլ սենց եմ։ Իմ տրամադրությունը դժվար է գցել, քեզ բան։
չունես։ Մեջը դու ոչ մի մարդ կանի բան չի ունես։ Նույնիսկ թշնամի չես։ Թշնամիս են չի բարվի։ Աշնորհքի մեկ։ Ոայ Աստված։ Ինձ չլրեցնես, հնարավոր է սա իմ վերջին զանգն է։ Մեր վերջին խոսակցությունն է, իմ վերջին սիրո խոստովանությունն է։ Այդ ղանետն է։ Սեր խոստովանելու ժամանակ ես գտել։ Այն երեխեն վտանգի մեջ է։ Ինչ ա եղել, թե պետք է ասա, հենց հիմա կգամ։ Գալ պետք չի Աննային գտնել է պետք։ Հա, բայց ուր է Աննան, ինչի է վտանգի մեջ։ Մի րոպե, չլինի։ Լիլիթի հետ է Աննան։ Լիլիթն է երեխուս տարել։ Անետ ինչ ա եղել, ինչ ա այստենց բարձր գորգռում։ Մի բան արասոս։ Խնդրում եմ գտի քանի շատ ուշ չի։ Անետ ինչ ես խոսում, ով ում պիտի գտնի։ Արամը զանգեց ու ասեց, որ մերը փախել է հոգեբուժարանից։ Իսկ ես կարևորություն չտվեցի։ Անետ կարաս խոսաս հասկանամ ուրա մաման։ Կարող է շատ ուշ ժամ եմ ընտրել հյուր գալու համար։ Չէ, արիներս։ Շփոթվեցի էլ ինձ տեսար։ Մակի քնած էի, տանն էլ մի քիչ խառը վիճակա, բայց արիներս կհասկանանք։ Լիլիթը հոգեբուժարանից փախել է։ Եկել է Աննայի հետևից։ Հիմա միասին։ Հագի։ Ինչ ես դու այսքան բարի։ Որովհետև դու իմ քույրն ես ու դա հնարավոր չի փոխել։ Չէ Աննա։ Դու բոլորի հանդեպ ես բարի։ Այդ է քո առավելությունը։ Մրսած ես գնա վարկի քնի հանգստացի։ Ես տեղ չեմ եկել, որ քնեմ հանգստանամ։ Դե ուրեմն զանգեմ Արամին թող գա քո մոտ։ Չզանգես տղուս։ Արամը շատ մաքուր է, ես չեմ ուզում իրենք խառնենք մեր այս կեղտոտ խաղերի մեջ։ Լիլիթ, ես չեմ կարող ստեղ երկար մնալ։ Զանգի թող մեկը գա։ Մի գնա։ Ամեն ինչ նոր է սկսվում։ Ես շատ բան ունեմ քեզ պատմելու։ Հիմա մենք մեր պապայի տանն ենք։ Մեզ ոչ ոք չի լսում ու ոչ ոք մեզ չի խանգարի։ Ես ուզում եմ քեզ խոստովանել, Աննա, որ դու միշտ ճիշտ ես։ Դու ճիշտ ես անում, որ ինձ մեղադրում ես պապայի սպանության մեջ։ Չասես։ Ես չէի ուզում։ Պատահական ստացվեց։ Դու էլի եկար ու ճակատագրագած սարքեցին այդ օրը մեր երեքի համար։ Պապան ինչ էր արել քեզ։ Լավ, ես հասկացա, պապան ինչ էր արել։ Ես վախեցա, որ կկորցնեմ պապայի սերը։ Այդ միակ սերն էր, որ ես ունեի։ Ես պապայի սիրո լիարժեք տերն էի։
Դու չգիտես սերը որն է։ Դու երբեք ոչ մեկին չես սիրել ու պապային էլ չէիր սիրում։ Պապան խոստովանեց, որ միշտ հպարտանում է քեզնով։ Ես այդ պահին ինձ ոչնչություն զգացի։ Ես ինքս ինձ հարց էի տալիս, ով եմ ես։ Չկայացած մեկը, ով ամբողջ կյանքում տառապում է սոսով։ Լավ, ինչի է քեզ թվում, որ քո բոլոր դժբախտություններում ես եմ մեղավոր։ Ինձ չի թվում։ Դու ես մեղավոր։ Քո թուլամորթությունն է ինձ ստիպել գործել։ Սոս! Մեկը այս տարիները քեզ չի փոխել։ Նույն վախկոտն ես մնացել, արա։ Ես զարմանում եմ ում հետ պետք սպասել 25 տարի, եթե այսօրվա պահը պիտի ձեռիցդ բաց թողեիր։ Պապայի խմիչքներից կխմես։ Խաբեցիր էլի։ Էլի ինձ խաբեցիր։ Գլխի ընկար։ Ամբողջ կյանքում մենակ խաղեր խաղացիր։ Ուր հասցրին այդ խաղերը քեզ։ Դու կործանեցիր քեզ։ Դե որպես մարդ, դե որպես կին, որպես աղջիկ, որպես մայր։ Մրսում եմ։ Պապայի խմիչքից կտակացնի։ Կուզես դու էլ խմի մի քիչ։ Ինձ կործանել փորձելու ճանապարհին դու ինքդ քեզ կործանեցիր։ Ձեռքերդ էլ արյունոտեցիր։ Ու հիմա ինչ ես սպասում։ Մի վերջին զանգ։ Հիմա զանգում ենք սոսին։ Ու դա կլինի վերջինը։ Այդ զանգը կամ կփրկի, կամ կկործանի մեզ։ Եթե սոսը ընտրեց քեզ, ուրեմն կկործանի երկուսիս էլ։ Իսկ եթե ընտրեց ինձ, ուրեմն դու կփրկվես։ Ես քեզ չեմ ներում ոչ թե նրա համար, որ դու ինձ դժբախտացրել ես, կամ իմ երախու վրա զենք ես պահել։ Ես քեզ չեմ ներում, որ դու ինքդ քեզ այս վիճակին հասցրիր։ Ինչ արեցիր քո կյանքի հետ։
դու սրան էիր արժանի։ Վերջում մնացիր մենակ, լքված ու կիսախելագար։ Հորքոր, ես Լիլիթի հետ պապայի տանն եմ։ Չեմ ոչ մի բան չի եղել, մի անհանգստացի, մի քիչ հետո կգամ։ Ուր ես։ Ես հիմա կգամ։ Տեր Աստված, ինչի ինձ բավականաչափ ուժեղ չարարեցիր, որ պայքարեի արյանս մեջ մոտացվող բջիջների դեմ, որ խեղտեի դրանք, որ թույլ չտայի բազմանալ ու այսօր անկառավարելի ձևով նրանց ենթակայության տակ հայտնվեի։ Ժամանակին պիտի գիտակցեի մեծ շատ կարևոր բան, որն ինձ ճիշտ ճանապարհ ցույց կտար։ Լավագույն վրեժն առանց դիմացինին ապրելու կարողությունն է։ Ես այդ եզրանկմանը շատ ուշ եկա։ Պապա առաջինը ես եմ էստուն եկել, աման ստեղ չի։ Բայց քեզանից հետո ուրեմն եկել է Անան փաստում, որ ստեղ է եղել։ Արի։ Մամ։
ես։ Շատ։ Ինչի՞։ Որովհետև մենակ ստեղ եմ տեսնում քո իրական պատկերը։ Վերջապես։ Առաջին անգամ ես քեզնից օբյեկտիվ գնահատական լսեցի։ Ապրես։ Ես ինչ է վիճակդ։ Ներքևում եմ։ Իսկ դու վերևում, ոնց որ եւ ուզում էիր։ Հավանում ես, չէ՞։ Պապայիս տնից եմ գալիս։ Լիլիթը հոգեբուժարանից փախել է։ Եկել էր իմ տուն, խնդրեց, աղաչեց, խաբեց, համոզեց իրար հետ գնացինք պապայի տուն։ Իրա մոտել էր խոստովանության երեկո։ Ինձ ձեր ընտանեկան պատմությունները չեն հետաքրքրում։ Ես գիտեմ։ Գիտեմ, որ իմ պատմությունները քեզ հետաքրքիր չեն։ Ուղղակի ուզում եմ, որ քո ու իրա նմանությունը տեսնես։ Ինքն էլ է քո նման տառապում։ Ասա, որ դրանից քեզ լավ ես զգում։ Իսկ դու ես ամեն ինչից հետո քեզ լավ ես զգում։ Կներես։ Կներես, որ թևերդ կոտրել եմ։ Կներես, որ քեզ բաց չեմ թողել։ Կներես, որ իմ սերը պարտադրել եմ քեզ։ 25 տարի։ Տարի էր պետք քեզ, որ դու հասկանայիր ու վերջապես ներողություն խնդրեիր ինձնից։ Ամենակարևորը։ Կներես, որ աղջկա այսքան տարի զրկել եմ քեզնից։ Կներեի։ Աստված վկա, ես քեզ ամեն ինչի համար կներեի։ Բայց ոչ երեխուս համար։ Գնում ես։ Հա, գնում եմ։ Ինձ թողնելով հատակին։ Ես քեզ ամբողջ կյանքում բարձրացրել եմ։ Բայց դու էլի ամեն անգամ ցած ես գլորվել։ Կներես։ Բայց ես հիմա չեմ կարող այդքան իջնել։
Սրանից հետո էլ չեմ ընկնելու մորդ հետևից։ Թող օրենքը իրանով զբաղվի։ Հերիքա մեզ սենց վախի մեջ պահի։ Պապ, Վերջ, էլ չեն քննարկում։ Հաբալես։ Պապ շուտ տուն արի, խնդրում եմ, պապին լավ չի, ես էլ հետը մենակ եմ, վախենում եմ։ Ինչ է եղել։ Չգիտեմ, պապ ուշագնաց ա եղել, չգիտեմ ինչ անեմ։ Ոնց ես։ շատ լավ։ Իսկ ավելի կոնկրետ։ Սրանից լավ կյանքում չեմ եղել։ Քո կյանքի դռնից էլ հանես պատուհանից մեկը ներս է մտնելու։ Արա պատուշեսելի, Միքայել։ Դե հա, մենակ չարամոզ ես, որ չէիր սպասում։ Ոչինչ։ Ես էլ եմ սխալվում։ Պապ, Ես միշտ ուզեցել եմ, որ դու միշտ վերևում լինես, միշտ բարձր լինես, երբեք չնեղացնես որդուտը։ Եթե որդուտ նեղացնես, վաղը մի սորովա քեզ տեր կանգնելու։ դե ոնց ես տանցել ինքը էլի։ Քեզ կտանը չեն հավատում։ Ավելավա, տանդ օդը մաքրես ու փրկվես։ Դե հա, կիսատ գործ ունեմ։ Պիտի անեմ, որ ինձ մաքուր զգամ։ Մաքուր չէ։ Հաղթած։ Ես քեզ ուզում եմ տեսնել հաղթած։ Հերիս տումբեր, տղա ջան։ Չթողնես դուրս գա։ Բացացի վերև քնի։ Ինչի համար այդ զենքը։ Գնա վերև քնի, բալես։ Ես չեմ կարա գնամ վերև քնեմ, երբ որ գիտեմ, որ զենքով տանից դուրս ես գալու։ Դե լավ առաջին անգամը չի։ Պապ, բայց առաջին անգամ եմ ես քեզ այս վիճակում տեսնում։ Ոչինչ։ Ճամսիրտ եք բոլորդ։ Ինձ նորից պապի հետ թողում ես մենակ, պապ։ Հիմա որ վատանա ինչ եմ անելու։ Ես քեզ աղաչում եմ։ Ոչ մի տեղ մի գնա։
Շատ եմ կարոտել քեզ մամ։ Գտել եմ հրեշտակիս։ Շատ կուզեի դու տեսնեիր իրան, գրկեիր։ Առանց քեզ դժվար է։ Խեղդվում եմ։ Չգիտեմ այսօր իմ հետ ինչ կլինի, երբեք վերջինս քան մոտ չեմ եղել։ Բա ես ոնց քո մորդ վաղաժամ հանդիպումը չկազմակերպեմ։ Ինձ ոնց կհարգեմ դրանից հետո։ Ափսոս Արամս հիմա հետը տա։ Ամենաուշը կես ժամից մեր 5 գործարանի տարածքում քեզ եմ սպասում։ Պապ! Պապ, խնդրում եմ չգնաս։ Մի րոպե սպասի, գալիս եմ, մի րոպե։ Միկիլա, պապ! Ուր ես գնում, պապ։ Գործերով։ Իսկ կարամ իմանամ ում հետ էիր խոսում։ Նոր գործընկերոջ։ Մենք նոր գործընկեր ունենք ու ես չգիտեմ դրա մասին։ Հետո հարցերիդ կպատասխանեմ, հիմա շտապում եմ։ Լավ։ Մինչև ես պահը Արամներ քեզ փրկում, այ հիմա էլ չես փրկվի, Արամս գնաց։ Շարունակեք քշել ես մեքենայի հետևից։ Ուր ես Հենրի։ Անգելին եմ տուն տանում, հետո գնամ իմ գործերով։ Ինչ կա։ Ինչ պիտի լինի Հենրի, ինձ բոլորը թողել եք մենակ, ես չգիտեմ պապի խնամ եմ, թե պապայի չթողեմ դուրս գա գիշերով։ Վայնա ինչ ա եղել։ Պապան ձենքը վերցրած ինչ որ մեկի հետ հանդիպման գնաց Հենրի։ Ես մենակ հասրի լսեմ, որ մեր 5 գործարանի տարածքում են հանդիպելու։ Լերը գիշեր էր ուզում գնալ, Հենրի աղաչելով եմ համոզել, որ չգնա։ Բա չիմացար ում հետ պետք է հանդիպի։ Որտեղից Հենրի, որտեղից իմանամ ում հետ պիտի հանդիպի։ Լավ, սպասի։ Հետ ինչ ա եղել։ Չթվում է բաբան սոսի հետ ա գնաց հանդիպի։ Գալի տեղ չես հասնում։ Անցնենք բուն թեմային։ Բուն թեմային անցնելու համար պետք է հերվից գանք։ Չես վախենում։ Ինչից։ Ես ոնց որ մի քանի տեսանկյունից նայել եմ այս պատմությունը։
Ամբողջ գիտակից կյանքդ վախով ես ապրել։ Նույնիսկ վախեցել ես քո շախունց ազգանունից։ Չնայած բոլորին ուրիշ բան ես ապացուցել, որ իրանք են վախենում, բայց հակառակն է եղել։ Կյանքիդ կեսը կիսատ ապրես ու չվախենաս, մինիմում պիտի լինես չորքոտանի կամ բույս։ Այս խոսքերիդ մեջ մի տեսակ նեղացած երեխու երանգներ եմ զգում։ Ես եմ կիսատ ապրել։ Քեզ էլ թվում է դու ինչ-որ բարձունքի ես ասել։ Արի բարձունքներից չխոսենք։ Դու ինչ գիտես ինչա բարձունքը։ Մենակ երազումը տեսել, են էլ մի երկու բաժակ խմելուց հետո, չգիտակցելով, որ կողքինդ երազում ում ա տեսնում։ Իմ մոտ բարձունքից մի խոսա։ Ինչի ես քեզ նոր եմ սպանել։ Ես քեզ 25 տարի առաջ եմ սպանել։ Դու պետք է վաղուց հասկացած լինեիր։ Կյանքիդ գերնպատակը եղել է ինձ սպանելը, բայց ոչինչի չես ասել։ Դու երկու ոտքի վրա կանգնելու իրավունք չունես։ Պիտի սողայր, որ մարդկանց կյանքը դժոխ չսարքեիր։ Ու դու հիմա եկել ես իմ հետ բարձունքից ես խոսում։ Բայց մի հատ փոքր շտկում։ Քո մահը կարծեմ ես չեմ կազմակերպել։ Կնիկը տա կազմակերպել։ Դու էլ անինքնասերի պես հետ ես քան տարի ապրում ես։ Անգել, հանկարծ չի չնես։ Ոնց որ ճիշտ ժամանակին եմ, հա, հասել։ Չէ, սխալ ժամանակի ես եկել։ Գնաս դրանց։ Չեմ գնալու։ Ու այս խոսակցությունը ստեղ պիտի ավարտվի։ Ասացի գնա։ Ինչ ես անում։ Արագությունից վախենում ես։ Չէ։ Կանգնի հենց հիմա, կանգնի, ինչ ես անում։ Պապ ջան։ Նորմալ ամեն ինչ։ Պապ! Պապ, ոնց ես։ Պապա, խոսա, մի բան ասա։ Պապ, ես քեզ միշտ ներել եմ, աչքերդ բացի։ Բան չի փոխվել, պապ։ Դու էլ իմ ամենակարևորն ես, պապ։ Պապ, աչքերդ բացի։ Պապ, աչքերդ բացի։ Հենի։
Երանի քեզ որ խիճդ մաքուր ես ապրել։ Եվ երանի մեզ որ մեր հետ ես մնացել։ Միքայելից հետո մենք երբեք իրար հետ կատարվածի մասին չենք խոսել։ Ինչ խոսենք այվալա, ինչի մասին խոսենք, ինչ որ պետք է խոսենք դու գիտես, և հակառակը, ես 5 տարի անընդհատ Միքայելի ձայն ականջիս արտանում եմ առավոտյան, իսկ երեկոյան սպասում եմ, թե երբ է դու վերադառնալ։ Բայց մեկ է իմ աղջիկը, այս կյանքը ջրի պես է ընթանում, պետք է ապրել և վերջ։ Ես միայն մի բան եմ ուզում հարցնել։ Դու ինձ սրտանց ես ներել։ Պապ ջան, ես ամեն գիշեր աղոթում եմ քո համար։ Ու միշտ կաղոթեմ։ Տեր, չեմ դադարելու ամեն օր շնորհակալություն հայտնել քեզ, կյանքիս մեծագույն սիրո, Հենրիի համար, ընտանիքիս համար, երբեք ձեռքս բաց չթողնելու համար։ Շնորհակալ եմ ինձ պահած ու մեծացրած հորս ու մորս համար, Տեր, որ ամեն պարագայում կողքիս եղան, ինձ հետ միասին տառապեցին, ապրեցին ու ապրեցրին։ Շնորհակալ եմ ընկերներիս համար, որ մնացին մեր կողքին անգամ ամենադժվար պահերին։ Շնորհակալ եմ ինձ կյանք պարգևած հորս ու մորս համար։ Շնորհակալ եմ, որ նրանք բոլորն իմն են։ Իմ մեծ ընտանիքը, իրենց թերություններով և առավելություններով հանդերձ։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ քնում, լավ արթնանում։ Մենակ կարոտում եմ Հայաստանը, շատ եմ կարոտում։ Ու ոչ միայն Հայաստանը։ Այս պատմության մեջ ես ու դու մենակ մնացինք։ Մենք մենակ չենք սոս։ Մենք մեր ընտանիքների հետ ենք ով հավատա այդ ամենաճիշտն էր։
Համոզված ես։ Միքայել եւ Սոս, եթե դուք մի անգամ եք կռվել, իմ ձեռքից չեք խփցի։ Աղբերները բա կկռվեն արա։ Հիմա իրար ձեռք եք սեղմում ու հաշտվում եք։